Արևմտյան հայոց դեմ գդարող իր հովավետական այցելության շրջագիծեն ներս հինգշաբթի 30 հոկտեմբեր 2025-ի երեկոյան ժամը 5-ին նորին սուրբոձություն դեր Արամ առաջին գաթոյգոս օձումը գդարեց Լա Կրեսենտա շրջանի Սրբոց Սրեշտագաբեդաց եկեղեցվո խորանին։ Նշենք, որ այս եկեղեցին Լա Կրեսենտայի հայությունը քանի մդարի առաջ իր ստեպականությունը դարձուց եւ զայն ենթարկեց բարեփոխում վերանորոգումի բարերարությամբ թե միասկայիններեն Վարանտ եւ Ուրի Մելքոնյանի։ Նկատի ունենալով, որ եկեղեցվո վերանորոգումը դակավին ավարտած չէ, ուստի նորի սրբությունը միայն Սուրբ խորանին օձումը գդարեց, որովհետեւ կարելի է լամադուցել Սուրբ եւ անմահ բադարակ։ Հրաշապար շարագանի երկեցողությամբ վեապար հայրաբեդը թիմավորվեցավ Լա Կրեսենտայի ժողովրդի զավակներուն կողմէ։ Կանոնական աղոթքի ավարտին մեր եկեղեցվո ծիսական գարքին համաձայն Չուրով ու քինիով Սուրբ խորանի լվացումը կատարվեցավ քահանա հայրերուն կողմէ։ Աբա նորին սրբության ցերամբ կատարվեցավ Սուրբ խորանի կակաթի ու ջագադի օձումը։ Նշենք, որ Քեղամ Մուշեղ ու Թորքոմ արքեպիսկոպոսները, ինչպես նաև Դաջատ եպիսկոպոսը գդարեցին Սուրբ խորանի աջ ու ցախ բաժիններուն օձումը։ Օձման հոգեբարար արարողութենեն յետ Արևմտյան հայոց դեմի առաջնորդ Քեղամ արքեպիսկոպոս Խաչերյան ըսավ թե խանդավառությամբ, ուրախությամբ ու ոգևորությամբ լեցուն Վահեր Գաբրին այս նորաոց խորանին դիմաց կանգնած հավատավոր զավակներ մեր ասկին։ Վեապար հայրաբեդը այցելեց զանազան եկեղեցիներ, սակայն այսօր Սրբոց Սրեշտագաբեդաց եկեղեցվո մեջ նորին սրբության այցը դարբեր հմայք ու հոգեգան անբացատրելի հրճվանք կբաժարե բոլորիս։ Այսօր այս վայրը ցերամբ նորին սրբության ընձայվեցավ Աստուծո եւ պիտի օգտագործվի մեր ասկի ծառայության Աստուծո գամքին համաձայն։ Մեր խորին երախտաբարդությունը կհայտնենք մեր ասկի եկեղեցասեր ժողովրդին եւ հատկապես բարերար Մելքոնյան ամոլին, որ առանց վարանելու իր նյութապարոյական օժանդակությունը հայտայտեց այս խորանի բարձրացման եւ եկեղեցվո վերաշինության։ Հանուն թեմի զավակներուն ի սրդե շնորհակալություն կհայտնենք Վարանտ եւ Ուրի Մելքոնյանին։ Աբա Արամ առաջին գաթոյգոս ուղեց իր օրհնության խոսքը։ Այս արիտով անիր բարձր քնահանդանք հայտնեց եկեղեցվո բարերարին անոր գդարած աստվածահաճո բարերարության համար։ Հայրաբեդը ասավ, որ եկեղեցի շինել կնշանակե Աստուծո դունը շինել, որբեսի ժողովուրդը գարենա այս տան մեջ զաստված պաշտել ու Աստուծո ներկայությունը ապրիլ։ Նորին սրբությունը նաև անդրադարձավ Մելքոնյան ամոլին գդարած այլ բարերարություններուն արեմդյան թեմի կյանքերներս եւ անոնց մաղթեց երկնային օրհնությամբ լեցուն առողջ երջանիկ ու երկարդարիներ։ Աբա դեր եւ դիգին ազնվահոգի բարերարները իբադի վեապար հայրաբեդին ճաշկերույթ մսարկեցին։